խոսքներից ծավալ։ Ուրեմն 15:00 Դստեք ես էլ թույլ չեմ տալիս։ Ես ունեմ, Բադլաժան դատարան, չէ, նախ անձերի հետ կապված, երբ որ արգելը մեղադրողը ասեց, որ ասեց հարկում եմ, էլի, ես անցած նախորդ նիստին էլ կարգնեցի, այստեղ անձերի խնդիր չկա, հավատացեք ձեր տեղը ցանկացած ոք, ով էլ որ լիներ համագարկից նստած, այս նույն բաները ես անձամբ ես իրենց պետք է ասեի, այստեղ բացարձակապես անձի խնդիր չկա, անցած նիստի ժամանակ ասեցի, որ պատերազմ է մեր արժեքների, մեր պետականության նկատմամբ հայտարարված, Արցախի նկատմամբ հայտարարված եւ մենք չենք կարող այդ հանգամանքը անտեսել եւ մենք չենք կարող ռազմաճակատը անցնում է այստեղից եւ սա է խնդիրը, թե չէ անձերի խնդիր բացարձակապես չկա։ Ինչ վերաբերում է ձեր հարգանքին, ճիշտն ասած, ձեր հարգանքը իմ երեխաների, այսպես ասած, այն փաստը, որ իմ երեխաները 7 ամիս շարունակ ապօրինաբար զրկված են իրենց ծնողի հետ, հա, ներկա լինելու իրավունքից, դա չի փոխհատուցի։ Ես էլ կուզենայի ձեզ հարգել, անգերձ ասած, ես էլ կուզենայի ձեզ հարգել, եթե դուք չծառայեիք աշխարհի ամենասրտախոս, ամենախաբեբա, ամենաքծող, անձավորությանը Նիկոլ Փաշինյանը, իսկապես ես էլ կուզենայի ձեզ հարգել, Բադլաժան դատարանը, բան ասեմ։ Նստեք, դա թույլ չի տալիս, որ շարունակեք։ Ինչ է նշանակում քաղաքական հայտարարություն չանել։ Եվ Բադլաժան դատարան, խնդրում եմ մի պահ, ինձ իրավունքից զրկում եք, այո, զրկում եմ ձեզ երեխաների իրավունքից։ Ինչի համար, որ Նիկոլ Փաշինյանը ելնի լոփո խոսի թե ընտրություններում հետս գալով չկա։ Որ ելնի լոփո խոսի թե ընտրություններում։ Ես ձեզ նախազգուշացնում եմ, որ դուք դատարանի պահանջը չեք կատարում, կրկնվելու դեպքում դատարանը սանձեք իրավից ձեր նկատմամբ։ Գնացտեմ, ահա։ Վարդի մասնակիցներ, ժամը 3-ը ձեզ հարմար է լինում։ Հարմար